Չեք քննարկում արդյոք Ադրբեջանի հետ փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը։ Դե գիտեք ինչ, Ադրբեջանի հետ այնքան հարց կա քննարկելու, որ չեմ կարծում, որ ճիշտ է այդ փաստաթուղթը հանրայնացնելուց սկսել, բայց իրականում մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը, որովհետև առաջարկում ենք, որ ստորագրենք, որովհետև հենց որ ստորագրեցինք, այն կհանրայնացվի եւ պատկերացրեք ինչ աստիճանի մտավախություն չունենք այդ առումով, որ մեր պատրաստակամությունն ենք հայտնում ստորագրել եւ հրապարակել։ Այսինքն մենք կողմ ենք ինստիտուցիոնալ հրապարակմանը, ստորագրվեց, հրապարակվեց, բայց մյուս կողմից ես ուզում եմ մենք խաղաղության համաձայնագիր ինստիտուտի վերաբերյալ ունենանք ճիշտ պատկերացում, ելի եմ ասում, երկու կողմ ունի եւ ենթադրվում է, որ երկու կողմ պետք է ստորագրեն։ Ես նկատի ունեմ մեր իրականության մեջ նախորդող շրջանում մենք անդադ առաջնորդվել ենք հաղթանակ, պարտություն, դիվանագիտական հաղթանակ, դիվանագիտական պարտություն, հաղթանակ, կապիտուլյացիա, չգիտեմ, ես ուզում եմ ասել, որ խաղաղության համաձայնագրի տեքստը այս տերմինաբանությամբ ընկալելու փորձերը իրենք սին են, որովհետև եթե հիմա եւ Հայաստանը եւ Ադրբեջանը բանակցությունները ավարտել են համաձայնեցված տեքստով, նշանակում է եւ Հայաստանը եւ Ադրբեջանը համարել են, որ դա իրենց ձեռնտու փաստաթուղթ է, այսինքն իրենք համաձայնեցրել են խաղաղության հենասյուները եւ արձանագրել են, որ այդ հենասյուների ուժ խաղաղություն հաստատելուն համաձայն են։ Ճիշտ եք ասում, պարոն վարչապետ, բայց դրան հետևում է Ադրբեջանի նույն խոսույթը, որ չի հրաժարվում նախապայմաններից, ասում է կստորագրեմ, եթե ու գնում են եթեները։ Օրինակ, եթե սահմանադրությունը փոխենք կամ չգիտեմ նորը ընդունենք, Մինսկի խումբը լուծարենք, որին ըստ էության Հայաստանն ասել է դեմ չեմ, եթե ստորագրենք նոր։ Բայց չեք կարծում, որ հիմա էլ այս պայմանները կատարելուց հետո Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշելու, օրինակ ասելու է ադրբեջանցիները վերադառնան Հայաստանի արևելք, որը ինքը Արևմտյան Ադրբեջան է կոչում, Զանգեզուրի միջանցքը ուզի։ Մենք ասել ենք, որ կան հարցեր, որոնք քննարկելի են, եւ կան հարցեր, որոնք քննարկելի չեն։ Հիմա օրինակ որ հարցերն են, որ քննարկելի են։ ՀԱԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը հստակ քննարկելի հարց է, ինչու է քննարկելի։ Որովհետև մենք գնում ենք խաղաղության, իսկ մենք գնում ենք խաղաղության, այդ ֆորմատը իր արդիականությունը կորցնում է։ Ընդ որում, այստեղ էլ մենք պետքա ճկունություն ցուցաբերենք որոշակի, որպեսզի նպատակը չխառնենք միջոցի հետ։ Մենք ինչ ենք ասում։ Ասում ենք ըստ էության ՀԱԿ Մինսկի խմբի համանախագահությունը, եթե շատ ուղիղ ձևակերպենք առանց սրբագրումների կամ առանց շպարի, ՀԱԿ Մինսկի խմբի համանախագահությունը նրա մասին է, որ Ադրբեջանի տարածքում կա կոնֆլիկտային իրավիճակ։ Եվ մենք ասում ենք, քանի որ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ադրբեջանն էլ մեր տարածքային ամբողջականությունն է ճանաչել, մենք պատրաստ ենք արձանագրել, որ եւ արձանագրում ենք, որ այդ կոնֆլիկտային իրավիճակը չկա, բայց մենք ուզում ենք լրացուցիչ համոզվել, որ Ադրբեջանի նպատակադրումը այն չէ, որ սեփական տարածքում կոնֆլիկտային իրավիճակի հասցեագրումը ամփոփելով կոնֆլիկտային իրավիճակ ստեղծի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում եւ սա կարևոր նրբություն է։ Բայց ՀԱԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ՀԱԿ Մինսկի խումբը լուծարելը դա քննարկելի եւ օրակարգային հարց է եւ մենք ինքներս էլ կնախաձեռնենք առաջիկայում այդ հարցը քննարկելը։ Ժամկետը երբ ոնց ինչպես էլի եմ ասում, ժամկետը նպատակ չի։ Այսինքն արդեն համաձայն ենք մինչև ստորագրել է լուծարել։ Ես էլի եմ ասում, մեր նպատակը ժամկետը չի, մեր նպատակը բովանդակությունն է։ Այսինքն երբ որ բովանդակությունը երբ կհասցեագրվի, մենք պատրաստ ենք կամ բովանդակության հասցեագրման ինչ մեխանիզմ կգործի, եթե այդ մեխանիզմը հուսալի եւ վստահելի կթվա, իհարկե մենք պատրաստ ենք նաեւ գնալ որոշակի լուծումների։ Հիմա ինչը քննարկելի չէ։ Օրինակ տեսեք դուք, ես էլ նախկինում ասել եմ, որ նույն արևմտյան Ադրբեջան խոսույթի ներքո որևէ բան
մեզ համար քննարկելի չէ։ Ինչու՞, որովհետև երբ որ մեր երկրի տարածքի 60% անվանում են Արևմտյան Ադրբեջան, դա ուղիղ խախտում է մեր երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության եւ չեմ կարծում թե որևէ երկրի կարող է առաջարկել քննարկել նրա ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը, մանավանդ որ արդեն իսկ եւ դե յուրե ուժի մեջ մտած փաստաթղթով եւ արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի տեքստով այդ խնդիրը նկատի ունեմ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, տարածքային պահանջների բացակայություն, պարտավորություն ապագայում առաջ չքաշել տարածքային պահանջներ, այդ խնդիրները լուծված են։ Եվ ելի ուրիշ դրույթներ, այդ խնդիրները լուծված են։